զոհված զինծառայողների ծնողները, քանիսը իհետ որ ես հարցազրույց էի անում, ինձ խնդրում էին ցանկացած պաշտոնյայի, այդ թվում ձեզ տեսնելիս հարցնել, ինչու էր Ալիևից շնորհակալ Վահագն Խաչատուրյանը եւ արդյոք այդ պաշտոնյաները, ում հարցը կուղեմ, հետեւաբար հիմա ձեզ եմ ուղղում, դուք եք շնորհակալ երախտապարտ Ալիևին, այսքանը։ Նախ ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահին, ես կայացրած մի շարք որոշումների վերաբերյալ իմ հրապարակային գոհունակությունը արտահայտել եմ եւ մասնավորապես եթե Ադրբեջանի տարածքով Հայաստան գալիս է հացահատիկ, դիզվառելիք, ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ մենք պետք է դրա համար Ադրբեջանին կամ քննադատենք, ել չեմ ասում, որ դատապետենք։ Երկրորդը, եթե որոշում է կայացվել, դուք հիշում եք, տարիներ չէ, բայց ամիսներ Հայաստանի մամուլը եւ հանրությունը եւ քաղաքացիական հասարակությունը բարձրաձայնում էր Վագիվ Խաչատրյանի կյանքը սպառնալիքի տակ լինելու մասին, Վիգեն Էուլակչյանի կյանքը սպառնալիքի տակ լինելու մասին, երբեմն խոսքեր գնում նաեւ մեր մյուս վերադարձած եղբայրների առողջական վիճակի ծանր լինելու մասին, բայց նախ Վագիվ Խաչատրյանի դեպքում հիմա վերադարձել է ծանր վիրահատության ենթարկվել եւ Հայաստանի հանրությունը ամիսներով մտահոգություն էր արտահայտում, խնդիր էր առաջադրում, հիմա եթե այդ խնդիրը լուծվել է, այսինքն առնվազն պարզ չի, կա դժգոհություն, ես այդ եմ ուզում հասկանամ, որ ես իմ ամանորյա ուղերձում ասել եմ, որ այն խոսույթը, որ Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չի, այդ խոսույթը, որը ես էլ եմ ունեցել այդ խոսույթը, այդ աշխարհաքաղաքական թակարդում գտնվող խոսույթ է, ճշմարտությունը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է։ Եվ այդ թեման ես կարծում եմ մենք մեկ ընդմիշտ պետք է փակենք, որովհետեւ մենք Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են Ալմատայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը եւ այդ թեման ինձ համար փակված է եւ ես էլ Հայաստանի ժողովրդին շատ ուղիղ հրապարակային ասել եմ, որ կարծում եմ Ղարաբաղի շարժումը պետքա չշարունակվի եւ ես որպես վարչապետ Հայաստանի Հանրապետության որդեգրում եմ այդ գիծը եւ տանելու եմ այդ գիծը եւ եթե քաղաքացիները անհամաձայնություն ունեն այդ քաղաքականության հետ, ես կոչ եմ անում, որ նրանք հեղափոխություն անեն։ Այսինքն ես կարծում եմ շատ վարչապետ չի եղել որևէ երկրում, որ ասի ժողովրդին կոչ անի հեղափոխություն անի։ Ժողովուրդը հեղափոխություն չի արել, մենք այդ քաղաքականությունը շարունակում ենք, հետեւաբար ձեր նշած խոսույթը աշխարհաքաղաքական թակարդում գտնվող խոսույթ է եւ դա մի խոսույթ է, որը օգտագործվել է այո մեզ հայրենասիրության որոշակի մոդել պարտադրելու եւ դրանով մեր պետականության կայացումը եւ մեր անկախության զարգացումը խոչընդոտելու ուղղությամբ։